Պարոն Աբրահամյան, դուք խոսեցիք արդեն Ադրբեջանի առաջ քաշվող նախապայմաններից, Ադրբեջանը կարող է դրանից հրաժարվել եւ Հայաստանի առաջարկին, այսպես ընդառաջ գնալ, մոտ ապագայում ստորագրել ձեր կարծիքով խաղաղության պայմանագիրը, նաեւ օրինակ միջազգային ճնշման ներքո, եթե այդպիսի բավարար ճնշում լինի։ Ամենամեծ խնդիրը սկսեմ վերջից, որ Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ գոյություն չունեն կամ գոնե դրանք խիստ արտահայտված չեն։ Ավելին ասեմ, վերջին 7, արդեն 8 օրերի ընթացքում եւ առաջնագծի տարբեր ուղղություններով Սոտքից մինչև Խոզնավար խնացող հատված ադրբեջանական կողմը համակարգված ձևով կրակահերթեր է արձակում մարտական դիրքերի, նաև որոշակի առումով նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այս պահին դեռևս ոչ թիրախային, այս ընթացքում միջազգային հանրությունը հավաքական առումով գոնե տեսանելի մասով որևէ ձևով չի արձագանքում, ինչը հնարավորություն է ստեղծում ադրբեջանցիների համար որոշակի շոշափելու ընդհանուր տրամադրությունները եւ ինչու՞ չէ որոշակի փուլում գնալու առավել լարված սադրանքների։ Հիմա այս իրավիճակում Ադրբեջանը կարծես թե իր համար առաջին հերթին դիտարկել է այն իրավիճակը, որը այսօր ստեղծված է, իսկ Հայաստանի իշխանությունների այդպես էլ չավարտվող զիջումների քաղաքականությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր փուլում Ադրբեջանի յուրաքանչյուր զիջում իրացնելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նոր խոցելիություն եւ այս խոցելիության պայմաններում բնականաբար նաեւ բանակցային դիրքավորման առումով Հայաստանը հայտնվում է շատ ավելի վատ վիճակում։ Հիմա բնականաբար այդ դինամիկան լավագույնը շոշափում են ադրբեջանական իշխանությունները եւ փորձում են ընթացքում ընդլայնել այն պահանջներին եւ Հայաստանի իջեցված այն նախապայմանների թիվը, որոնք ուղեկցվում են շանտաժի եւ ճնշումների էլեմենտներով։ Եթե կարճ հարց կա, շատ կարճ խնդրեմ։ Հարցեր չկան, շնորհակալություն։ Կա էլի, եթե կարելի է ես հավելյալ հարց տամ։ Այսինքն ձեր գնահատմամբ Ադրբեջանը այս փուլում չի գնալու, ճիշտ հասկացած ես, պարոն Աբրահամյան։ Ես կարծում եմ, որ այս փուլում եւս Ադրբեջանը ձգձգելու է բանակցային գործընթացում մասնարարպես այդ փաստաթղթի ստորագրման process-ը եւ փորձելու է Հայաստանից ստանալ նոր